Ինչու ենք մենք այդքան հաճախ բողոքում եւ տրտնջում, եթե գիտենք, որ բողոքելը բացասաբար է անդրադառնում մեր բարեկեցության վրա։ Ամենաառաջին պատճառը թերևս լիցքաթափվելն է։ Բողոքելու միջոցով մենք փորձում ենք իջեցնել մեր տագնապի ինտենսիվությունը, բայց որքանով է ստացվում դժվար է ասել, որովհետև շատ հաճախ ստացվում է հակառակը։ Հաջորդ պատճառը, որ հաճախ բողոքում ենք, վատ տրամադրությունն է։ Երբ մենք ունենք վատ տրամադրություն, աշխարհը մեր աչքին սև է թվում, ու մենք սկսում ենք բողոքել, բայց որքան շատ ենք բողոքում, մեր տրամադրությունն այնքան ավելի շատ է ընկնում։ Որքան մեր տրամադրությունն ավելի շատ է ընկնում, մենք սկսում ենք շատ ավելի շատ բողոքել ու այսպես արատավոր շղթան սկսվում ու չի ավարտվում։ Կան մարդիկ, ովքեր իրենց բնույթով, այսպես ասած, բողոքական են կամ բողոքի գիրք են հիշեցնում։ Ամեն ինչից բողոքում են։ Որոշ մարդիկ էլ ընկերակցելու համար են բողոքում։ Բայց ասեմ, որ բողոքը մեզ քանդում է ներսից ու ծերացնում եւ տգեղացնում դրսից։ Դա ավելի շատ նման է նրան, որ թույն խմենք ու սպասենք, որ թշնամին կմահանա։ Այդ իսկ պատճառով բողոքել ու կրկին բողոքելու փոխարեն կարելի է պարզապես այդ բացասական բողոք ասվածը փոխարինել շնորհակալությամբ կամ ավելի դրական հույզերով։ Անգամ գիտականորեն է ապացուցված, որ լավ տրամադրությունը, լավ տրամադրվածությունը եւ շնորհակալ լինելու զգացումը անհամատեղելի են բողոքի հետ։ Մենք չենք կարող միաժամանակ եւ բողոքել եւ մեզ ինքնաբավ ու լավ զգալ։ Մենք կարող ենք նայել վարդին, վարդի գլխիկին, թերթիկներին, շնչել բույրը եւ հիանալ նրանով ու կարող ենք անընդհատ բողոքել նրա փշերից։ Դուք եք որոշում, ընտրում եք փշերը թե վարդը, կամ ընտրում եք հիանալ սիրամարգի այդ գեղեցիկ պոչով, թե գլուխ ավելի ներքև իջեցնել ու տեսնել, թե այդ սիրամարգի շքեղ պոչի տակ ինչպիսի սովորական հավի հետույք է թաքնված։ Եթե հոգնել եք բողոքելուց, եթե հոգնել եք բողոքներ լսելուց, ապա ձեզ շրջապատեք ոչ բողոքական մարդկանցով, ավելի քիչ բողոքեք կամ ավելի ճիշտ այդ բողոքը փոխարինեք շնորհակալության կամ ինքներդ ձեզանից գոհ լինելու զգացումով։ Սա բարեկեցության լաբն էր, ես Արփինե Պողոսյանն եմ, շուտով կրկին կհանդիպենք, որպեսզի շարունակենք խոսել բարեկեցության մասին։